Լույսը շատ բարի է, օրն էլ է բարի, Տերը օրհնի ձեր օրը, ձեր ընթացքը, օրհնում եմ ձեզ Տիրոջ անունով։ Աբրահամի, Իսահակի, Հակոբի օրհնություններն եմ խոսում ձեր կյանքերում։ Այսօր խոսալու ենք Աբրահամից։ Հավատքից, Եբրայեցիս 11:8 խոսքից, հավատքով Աբրահամը, երբ որ կանչվեցավ, հնազանդ եղավ դուրս գնալու, այնտեղ, որ ժառանգության համար ստանալու էր, եւ դուրս եկավ գնաց առանց գիտենալու, թե ուր է գնում։ Հավատքով պանդուխտ եղավ Ավետիքի երկրումը, Իբր օտարությունում, խորաններում բնակվելով Իսահակի եւ Հակոբի հետ, եւ նույն խոստմունքի ժառանգակիցներն էին, որտեղ սպասում էր այն հիմունքով հաստատված քաղաքին, որի ճարտարապետը եւ արարիչը Աստված է, հալելույա, փառք Աստծուն Աբրահամի համար, նա հավատքի հայր կոչվեցավ, երբ որ կանչվեցավ, հնազանդ եղավ։ Մենք տեսնում ենք Աստծո մարդիկ, երբ որ ինչ-որ բան վերցնում են, հավատքով էին քայլում, հաճելի էին լինում Աստծուն, երկյուղուն էին, հնազանդ էին, սրանք թանկ արժեքներ են։ Աստված Աբրահամին կանչեց, Աբրահամը շատ լավ տեղ էր ապրում, շատ հրաշալի տեղ, բայց հնազանդ եղավ ու գնում էր, չգիտեր ուր էր գնում, ու ճանապարհին ամեն փորձությունների միջով անցնում էր, լավ տները թողել էր եւ պանդխտություն էր անում, օտարություններում, խորաններում, վրաների մեջ էր բնակվում, Իսահակի իր զավակների հետ, թոռների հետ, բայց ինքը մի բան գիտեր, խոստմունքի ժառանգորդ էր ու իր երեխաները, թոռները ժառանգակիցներ պիտի լինեն, որովհետեւ ինքը հավատքով էր ապրում, հնազանդ էր եւ սպասում էր, հավատքով սպասում էր, որ հիմունքով հաստատված քաղաքը մի օր ստանալու է դա Արարիչ Աստծուց եւ այդպես էլ եղավ։ Ես հետո էլի կխոսամ Աբրահամի հավատքից, մի անգամ էլ կխոսամ։ Տերը օրհնի ձեզ, հրաշալի օր ձեզ։